Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկը։ Ստուգումների արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայները ավելացել են 1148-ով, իսկ Ուժեղ Հայաստանինը 508-ով։ Հայաստան Դաշինքի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության քվեները եւս աճել են, համապատասխանաբար 217 եւ 147։ Տեղամասերի զգալի մասում արձանագրված այս շեղումները լուրջ կասկածներ են հարուցում նախնական հաշվարկի հավաստիության եւ հանձնաժողովի անաչառության վերաբերյալ։ Վերջնական տվյալներով քաղաքացիական պայմանագիրը ստացել է 727.820, Ուժեղ Հայաստանը 340.088, իսկ Հայաստան Դաշինքը 145.113 քվե։ Արդեն երկրորդ օրն է եղանակը Շիրակի մարզում չի հանդարտվում։ Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանն էլ հայտնել է, որ առաջիկա ժամերի ընթացքում էլ փորձառատ անձրևներ կդիտվեն Գյումրի եւ Ապարան համայնքներում։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Կևյան կամուրջը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու։ Պատճառը հիմնանորոգման աշխատանքներն են, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Ուժեղ Հայաստան Դաշինքը չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ պատրաստվում է հետագա իրավական քայլերի, հայտարարել է Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա պնդել է, որ ընտրությունները եղել են կեղծված եւ անցել են ճնշումների մթնոլորտում։ Կարապետյանի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ հանրային դաշտում ընտրությունների արդյունքները կարծես ընդունված են, իրենք դեռևս ակնկալում են հանրային արձագանք։ Ըստ նրա, գործընթացը դեռ սկզբնական փուլում է եւ ժողովուրդը ժամանակի ընթացքում ավելի հստակ կգնահատի կատարվածը։ Ընտրությունները ամբողջությամբ տապալված են, համ կեղծված են, համ տերորի տակ ընտրություններ չեն անցկացնում։ Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալվել են։ Սամվել Կարապետյանի պնդմամբ իրենք ունեն երկու հիմնական պահանջ՝ չեղարկել ընտրությունների արդյունքները եւ նշանակել երկրորդ փուլ։ Նա վստահ է, որ գործող իշխանությունը լեգիտիմ չէ եւ հայտարարել է, որ իրենց հիմնական նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին օրինական ճանապարհով հեռացնելը։ Դիմել ենք, հետո դիմել ենք սահմանադրական դատարան երկու պահանջով։ Առաջինը չեղարկել ընտրությունները, երկրորդը նշանակել երկրորդ տուր։ Եթե ինքը վստահ իր վրա որ հաղթել է, ավելի ճիշտ կլինի երկրորդ փուլով կորոշենք հաղթել են թե չէ։ Անդրադառնալով փողոցային պայքարի հերանեկարներին, Կարապետյանը նշել է, որ Դաշինքը չի բացառում գործողությունների տարբեր սցենարներ, կախված իրավիճակի զարգացումներից։ Ըստ նրա, եթե հնարավոր չլինի հարցերը լուծել խորհրդարանական կամ իրավական ճանապարհով, ապա փողոցային պայքարը դառնալու է այլընտրանքային գործիք իշխանությանը հեռացնելու համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բրյուսելի վերջին քայլերը բացահայտ շանտաժ է անվանել։ Բրյուսելում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի արտգործնախարարի հետ առանց վիզայի ռեժիմի հնարավոր կասեցումը քննարկելու նպատակով։ Կառավարության ղեկավարի համոզմամբ Եվրամիությունը սպառել է Թբիլիսիի վրա ազդելու բոլոր քաղաքական գործիքները։ Արտգործնախարարը բանակցությունների ժամանակ փորձել է հերքել Բրյուսելի դժգոհությունների հիմքերը։ Եվրոպական կողմը հանդիպումը որակել է զուտ տեխնիկական գործընթաց, ուղղված արտոնյալ ռեժիմի չեղարկման հիմնավորմանը։ Պաշտոնական Թբիլիսին այժմ պահանջում է եվրոպական բյուրոկրատիայի վերաբերմունքի եւ մոտեցումների արմատական վերանայում։ New York Times պարբերականը հայտնել է համաշխարհային շուկայում նավթի պաշարների կտրուկ նվազման մասին։ Այս իրավիճակը Դոնալդ Թրամփին պարտադրում է շուտափույթ համաձայնության գալ Իրանի հետ։ Վաշինգտոնի հիմնական նպատակը Պարսից ծոցում վառելիքի անարգել հոսքի վերականգնումն է։ Իրանի հետ հակամարտության եւ Հորմուզի նեղուցի փակման պատճառով մատակարարման շղթաները խաթարվել են։ Ծոցի երկրներն այժմ ստիպված կուտակում են հումքը արտահանման ուղիների արգելափակման հետևանքով։ ԱՄՆ ռազմավարական պահուստների սպառումը զգալիորեն նվազեցրել է պետության ազդեցությունը շուկայի գործընթացների վրա։ Բանակցությունների ձախողումը կխորացնի էներգետիկ ճգնաժամը, քանի որ իրավիճակը շտկելու գործիքներ այլևս չկան։ Իրանին շատ հզոր հարվածներ հասցնելու սպառնալիքներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ են կապվել Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Պակիստանի ղեկավարները, հայտնել է Պոլիտիկոն։ Այդ երկրների առաջնորդները հայտնել են, որ Թեհրանի հետ նախնական գործարքի կնքումը շատ մոտ է։ Այս հավաստիացումները համոզել են Թրամփին չեղարկել ծրագրված հարձակումը եւ դրա փոխարեն ընտրել բանակցությունների ուղին, նշել է պարբերականը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է նոր հուշագրի կնքման հնարավոր հեռանկարի մասին։ Ըստ նախարարի կողմերը երբևէ այսքան մոտ չեն եղել վերջնական համաձայնությանը։ Արաղչին միաժամանակ հորդորել է զերծ մնալ փաստաթղթի բովանդակության վերաբերյալ շահարկումներից։ Սակայն Դոնալդ Թրամփը կտրուկ հերքել է գործընթացի դրական ընթացքը։ Թրամփի պնդմամբ Իրանի ներկայացրած պայմանները չեն համապատասխանում նախկինում գրավոր համաձայնեցված կետերին։ Նա իրանական կողմին որակել է որպես անարժանահավատ գործընկեր եւ բացառել բարի կամքի վրա հիմնված որևէ գործարք։ Պաշտոնական Թեհրանի եւ Վաշինգտոնի նման հակասական հայտարարությունները դեռ շարունակվում են։ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ-ից պահանջում է չեղարկել իրանական ակտիվների ապասառեցման որոշումը։ Այս հարցը քննարկվել է Դոնալդ Թրամփի հետ հերթական հեռախոսազրույցի ընթացքում Թեհրանի հետ հնարավոր գործարքի համատեքստում։ Պաշտոնական Թել Ավիվը խիստ կասկածամտորեն է վերաբերվում Վաշինգտոնի սկսած երկխոսությանը եւ չի հավատում իրանական կողմի բարեխղճությանը։ Նեթանյահուի համար անակնկալ են եղել Թրամփի լավատեսական հայտարարությունները տարածաշրջանում շուտապույտ հաշտություն հաստատելու վերաբերյալ։ Իսրայելի վարչապետը վերահաստատել է իր կոշտ դիրքորոշումը եւ բացառել Իրանի միջուկային զենք ունենալու որևէ հնարավորություն։ Այդուհանդերձ դաշնակիցների միջև առկա անվստահությունը լուրջ հարցականի տակ է դնում ցանկացած նոր համաձայնագրի կայունությունը։ 267 ուղևոր տեղափոխող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը Անտալիայի օդակայանում բախվել է սյանը։ Վթարի հետևանքով վնասվել է ինքնաթիռի աջ թևը եւ խցիկը։ Մեկ ուղևոր թեթև վնասվածքներ է ստացել։ Consentitemi in apertura. Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քննադատել է Ուկրաինայի արագացված ընթացակարգով Եվրոպական միությանը անդամակցելու առաջարկը։ Նա հայտարարել է, որ Կիևին Արևմտյան Բալկանների երկրներից շուտ միություն ընդունել է կլինի կրկնակի ստանդարտների կիրառում եւ սխալ ազդակ կստեղծի, թե որոշ ազգեր ավելի կարևոր են, քան մյուսները։ Ավելի վաղ Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել էր, որ մի քանի օրից Ուկրաինայի եւ Մոլդովայի համար կբացվեն անդամակցության պաշտոնական փուլերը։ Սլովենիայի նոր կառավարությունը չեղարկել է Իսրայելի դեմ սահմանված ռազմական արտադրանքի արտահանման, ներմուծման եւ տարանցման էմբարգոն։ Երկրի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ սահմանափակումների չեղարկումը պայմանավորված է զենքի առևտրի արդեն իսկ կարգավորված ազգային օրենսդրությամբ ու Եվրամիության կանոններով։ Ըստ գերատեսչության կաբինետի այս որոշումը համապատասխանում է զենքի արտահանման վերաբերյալ Եվրամիության ընդհանուր դիրքորոշմանը։ Բրյուսելում հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել Ֆրանսիայի ազգային միավորում կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելայի ֆլամանդական խորհրդարան այցի դեմ։ Դեպի խորհրդարան երթի ընթացքում ցուցարարները կոտրել են պատուհաններ, այրել թռուցիկներ եւ ներկել Բելգիայի ֆրանսիական համայնքի կառավարության շենքի պատերը, թիրախավորելով կրթության նախարար Վալերի Գլանտինին։ Այցի շրջանակում Բարդելան եւ նրա եվրոպական դաշնակից կուսակցության ներկայացուցիչները քննադատել են Եվրամիության քաղաքականությունը ու պահանջել Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրաժարականը։ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում խոշոր հրդեհ է բռնկվել բժշկական արտադրանքի խոշորագույն մատակարարներից մեկի Medline ընկերության պահեստում։ Կրակի տարածման սպառնալիքի պատճառով իշխանությունը տարհանել է ձեռնարկության աշխատակիցներին եւ հարակից մի շարք օբյեկտներ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։